Ձմռան այս ցրտին մեր նկարահանող խումբն Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում է։ Բարի երեկո։ Չգիտեմ որքանով օրվա այս ցուրտ եղանակին կհաջողվի բացահայտել գյուղի առավելություններն ու առանձնահատկություններն, ամեն դեպքում շարժվում ենք առաջ։ Իդեպ այստեղից արդեն ոտքով։ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղը գտնվում է մայրաքաղաքից 25, շրջկենտրոնից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Բնակչության թիվը 170 է։ Մենք եկել ենք ձեր գյուղի մասին հաղորդում պատրաստենք։ Ինչ հետաքրքիր տեղեկություններ կտաք։ Ես այս գյուղացի չեմ, քաղաքից եմ։ Հյուր եք եկել գյուղ։ Գյուղապես հարցրեք։ Լավ, այդ դեպքում եկել եք հանգստանալու։ Աշխատել ու այգում։ Լավ գյուղ է։ Շատ հրաշալի, բնություն ուժեղ։ Անտառները ամեն ինչ կա, մոշից սկսած, ընկույզը, գյուղը հետաքրքիր է։ Կեսը ոտքով, կեսը մեքենայով գյուղամիջյան խորթուբոր ճանապարհները հաղթահարելով հասանք գյուղամեջ։ Ներքևից, վերևից, նայում ես կենտրոնն է։ Ենթադրում եմ, որ հենց գյուղի այս հատվածում եք սովորաբար հավաքվում գյուղացիներով։ Հա, տենց էլ կա։ Ինչպես եւ այսօր, հա։ Ասակներ, երիտասարդությունը, ակումբը ստեղա, գյուղապետարանը ստեղա, ստեղը միշտ հավաքվում են ստեղ։ Այստեղ գյուղի ավագ սերունդը հավաքված մեզ էր սպասում։ Ամեն մեկը գյուղի հին օրերից իր հիշողություններն ունի։ Ներկայացնում են գյուղի պատմությունը մեկ առ մեկ, նշում հնավայրերը, վստահեցնում՝ Դահրավը միշտ էլ գրավիչ է եղել եկող գնացողի համար։ Մեր գյուղը մին 600-700 տարվա պատմություն ունի։ Յուր ժամանակի մին 150 տարի առաջ 80 ծոխ ալա մեր շենում։ Այն վաղտեն ասած շնտոն։ Ասան ծոխ 80 տա մեջ 1000 հատ մարդ ապարալ։ 400-500 կին մնացած տղամարդ։ Եվ ելա մեծ գյուղ Հիշ տաղավնի իսմտալ հողակի լծած, թաղերը տերած, գրետած ջիրած ես հողան հյուրնա։ Ուրիշ կուզեի գյուղի հետաքրքրություններից պատմեիք մեզ, պատմամշակութային վայրերից, ինչ հետաքրքիր վայրեր ունեք, որոնք կարող են հետաքրքրել յուրաքանչյուր գյուղ եկողին։ Ունենք։ Ասեմ մեր ակումբը տեսնում ես, 20 մետրի իր ակումբը։ Այստեղ լալա մեր գյուղի եկեղեցի։ Ընտիր եկեղեցի, ես փոքր։ Ինչպես ակումբի վերածվեց եկեղեցին։ Ես կասեմ, փոքր տարիքում որտեղ 7-8 տարեկան առաջի դասարը է գնում։ Այդ եկեղեցի սովետի ժամանակ վերածվել ակումբի։ Ընտիր եկեղեցի 20-30 մետր երկարությունը, 7-8 մետր լայնությունը։ Ակումբի է վերածվել։ Եվ մենք փոքրիկներս էմեջերի փեշկերքի տակ մտնում ենք եկեղեցի, կինո ենք դիտում։ 60-ական թվականներին, 62-63 թվականներին կոմունիստների առաջարկությամբ այդ գյուղը այդ եկեղեցին քանդվում է, որ ասում են ակումբ չկա, պիտի տեղը ակումբ կառուցեք։ Եկեղեցին քանդվում է, գյուղը թողում անտերանտիրական, առանց եկեղեցի, եւ այսօրվա իրան հատե մեր պատմական այդ հնությունը վերածվել ակումբի եւ գյուղը այսօրվա դրությամբ եկեղեցի բառը չկա, չունենք։ Այդ հողը օծված հող է։ Եթե մեր ժողովուրդը ուզի, մեր գյուղապետ ուզի, մենք կարող ենք այդ ակումբը վերածել նորից եկեղեցի, որտեղ այդ հողը օծված է։ Կա գյուղից մին 100 մետր, 200 մետր հեռավորության վրա կա երկու խաչքար, մի ժարի գագաթին, այդ կառուցելա Եսե Հասար Ջալյանը իր աղջկա պատվին։ Հետո մի 100 մետր հեռավորության վրա ասում ենք Փարաշտեն հատակ, տեղ իսկական մարդաթաղված, եւ մենք բոլորս գնում ենք տեղ, ասենք թե մի մատաղնելով հետ է։ Սրբավայր է։ Սրբավայրը կամ մին ակլոր ենք տեղ մորթում կամ մի ոշխայ մորթում գնում ենք այդ սրբավայրը շուր տալիս, մոմեր վառում, ոշում մեր արարողությունը կատարում։ Ըստ Մակար Բարխոդարյան ասում եմ մի քար շպրտել է հեռավորության իրան, մի հատ էլ ա եղել։ Նա քանդալն, տահիպին քանդալ ես չեմ տեսավ։ Իսկ մին 200 մետր հեռավորության այդ եկեղեցուց մի հատ էսպես էլի քարակուսի մի պենալալ, էլի հուշարձան, Ate mi երկու հիմար մարդ եկան քանդալի պրետակին ոսկի կա։
բայց ոչինչ բան չի եղել, այդ հունությունը տեղ են քանդել։ Իսկ գյուղից 12 կիլոմետր հեռավորության իրա։ Թո 10։ Իլի մի սրբավայր կա, կոչում է Սռեն հատակ։ Դա արդեն կա, պահպանում է, գլուխը ժեստած, մեր ժողովուրդը այնտեղ տարի մի անգամ, երկու անգամ գնում են։ Իսկ գյուղը հաճախ է հյուրեր ընդունում։ Գան տեսնեն այդ հնավայրերը, սրբավայրերը։ Այո, մեր գյուղը շատ է մարդիկ են գալիս, օրինակ ես որ քեզ ասեմ կարող է դու ես զարմանաս։ Յուր ժամանակին մեծ վիպասան Ռաֆին անեն տուն տեսնում ես, հետ նայր, անեն տունում։ Խամսամելուկցին որպես գրի, եկել հանես մեր գյուղը հարցրել, ժողովրդից գրի արել, գերեզմանի մոտ մի քար ա եղել, կարդացել է Ռաֆին, հա, կարդացել է, ոչ որ գնացել է այդ քարը Ռաֆինը ստա շուր տվեք, տանք հետև ինչ կա գարած։ Շուր են տվել, հետևն էլ ա կարդացել, Ռաֆին որ գնացել է մեր վիպասանը, տեղը աղբյուրը դուրս եկալ եւ հիմա երա կոչում է Ռաֆուն աղբյուր։ Ներողություն, այո, մենք բարձրանալիս ծառի տակ հանդիպեցինք ճանապարհի վրա, նա է Ռաֆու հուշաղբյուրը։ Հա, աղբյուրն է ստա, բայց այնտեղ հուշարձանը կառուցած է։ Հիշում են ու ափսոսում, գյուղը փոքրացել, փոխարենը խնդիրներն են ավելացել։ Ժամանակին այս գյուղը շատ մեծ գյուղ էր։ Դե մեծ հասակները գնացել են, մահացել են։ Իրաց երիտասարդությունը ամուսնանում չէ, տղա թեթս ամուսնացնում։ Վաղտը չէ ծառա եկած 2 տարի աշխատում ակես հետ։ Վաղտը չեմ ստանալ, ամա վաղտը։ Սա ավակ սերնդի ամենաառաջին մտահոգությունն է։ Երբեմն էլ կես լուրջ, կես կատակ հասարակավ կբարձրաձայնեն։ Իսկ ամենամեծ խնդրի հետքերով շարժվեցինք դեպի մշակույթի տուն։ Սա հենց նույն այն մշակույթի կենտրոնն է, որի մասին գյուղացիները քիչ առաջ պատմեցին։ Այս շենքի փոխարեն նախկինում գյուղի եկեղեցին է եղել, այսօր արդեն գյուղի մշակույթի տունն է։ Ինչ փոփոխություններ եք կատարում։ Փոփոխություններն ավերա, պիտի Տեղաշարժ, սեղանն եք տեղաշարժ։ շարժով խաղալիքներն դոմինան, հինգիդամ շաշկին տինիկ խաղալիքի հպարավ ժամանակը զբաղվում ենք ստեղ։ Մեր զբաղմունքը վեր հպարավը քնում։ Ձյունորերեն կյամն խաղն քանում, յուրգունեն կյամն խաղն քանում։ Մեր մշակույթ տունը լեսալի իլաց ասես լոխսայա։ Մնացածը լոխ կաթեմա։ Միակ սենյակն է ամբողջ մշակույթի տան մեջ, որ տանիքից ջուր չի կաթում։ Մնացածը հանեմ մեր բեմը մտնիս սակ ջուրենա կթիլիսյունը հալմենա վերտնես էսա քանի տարի ասում են էսա մշ բեննան վերանորոգելուն բայց այդ ծրագիրը հայրասորովարան գործում չի եղածը հասես սա է Իսկ հաճախ եք այստեղ հավաքվում։ ամեն օր Սեղանի ինչ խաղ։ Ինչ օրը երկուշաբթի։ Իրենց ակումբի բեհանգստյան օրնալի Քանիշ որ Կիրակի շաբաթ գյուղում արդեն Ստեփանակերտի շատ մարդիկ են կյամլի մեր շենը Գերգամոտ Գրեգի չլի քինամբենը հանգիստը ուրկուշեբեթ ընկցալ ուրկուշեբեթ մարդիկ մեր պատար հասպեին օտում ուրկուշեբեթ ամն պատար գլխարնես դինջեցնիկի հատետիա Սեղան ինչ խաղեր կան, ինչ հնարավորություններ կա ժամանցի։ Հնարավորությունը շախմատա, նարդինա, առաջ մեզ բիլարդել այլալ, տենիսել այլալ, այդ անք արդեն դուսին եկա շարքից, դոմինան աշաշկին շախմատը, գաթմն է բոլոտն խաղանում ջահիններ ավելի մենք։ Իսկ շախմատի չեմպիոններ ունեք գյուղում։ Կամ առհասարակ որ խաղից են լավ Խոսացել է որի կողակինյան, այն շախմատի չեմպիոնը, հա, գյուղի չեմպիոն Ադրբեջանի։ Բեջան։ Խորհրդային տարիների։ Խորհրդային տարիների, Ադրբեջանի շախմատի չեմպիոնը, հա, Ադրբեջանը։ Իսկ այսօր երբ գյուղացիների հետ է խաղում, ձեզ հետ է խաղում, ուժեղ է։ Հիմա ներկայում Կարողանում եք դիմակայել։ Հիմա հիմնականում այս ներկայ շրջան գյուղապետն է շախմատի չեմպիոնը։ Գյուղի։ Անցյալից այստեղ միայն հիշողություններ են մնացել։ Ներկայում հազվադեպ ապահովվում է ակտիվ եռուզեռ, իսկ հա ապագայից ակնկալում են մշակույթի տան գոնե բարեկարգում, այսպիսով աշխուժացնելով նաև գյուղի առօրյան։ Եղել է խաչքարեր, եկեղեցու քարերը, որ գցել են խորանի մեջ, այս
Այսօրվա բեմի հատվածում, հա։ Այո, գցել են, իսկ վերևի քարը ակումբի պատի վրա է։ Այն կողմում երևի նկարահանած կլինեք, տեսած կլինեք։ Նշեմ, որ արդեն 5 տարի է աշխատում եմ մշակույթի տանը, 5 տարի։ Շատ անմխիթար վիճակում է մշակույթ տունը, ինչպես եք այստեղ ինչ-որ բան կազմակերպում, ինչ-որ բան նախաձեռնում։ Ներկայդրության մշակույթի տանը ոչ մի բան չի կազմակերպում։ Մենք համագործակցում ենք դպրոցի ուրշական աշակերտական կոլեկտիվի հետ, ունենք շատ երեխաներ, որոնք ի վիճակի են ինչ-որ գեղեցիկ ներկայանան միջազգային շրջանային մրցույթներին, բայց ցավոք սրտի չեն կարողանում բավարար հիմքերը չունենք, որպեսզի այդ երեխաներին հասցնենք այդ մակարդակին։ Ունենք Հարևան գյուղում ունենք Աստղաշենում արվեստի դպրոց, որ ընդհանրապես ժողովներ, որ հանդիպումների ժամանակ ներկայացրել ենք, որպեսզի մեր երեխաները տեղափոխենք Աստղաշեն ու մասնակցեն այդ դասընթացներին, որպեսզի մենք էլ կարողանանք մեր ունեցածը, մեր շնորհքը ցույց տանք մեր շրջանին, հանրապետությանը, բայց ցավոք սրտի այդ նույն մնացել է այդ հարցը մնացել է չլուծված։ Մի քանի րոպե ինչ ակումբի մշակույթի տան բեմի վրա ենք կանգնած, ամեն տեղից է ջուր կաթում, սա միշտ է այսպես լինում։ Այո, սա արդեն ասում եմ։ Տանիքի խնդիրն է երևի։ Տանիքի խնդիրն է, հատակի խնդիր, առաստաղի հատակի խնդիրն է, լրիվ անմեղթար վիճակում։ Մի 2-3 օր առաջ մի նստարան են հանել, մի տղա ընկել է, լրիվությամբ քանդված վիճակա, անմեղթար վիճակա։ Բոլորին էլ ներկայացնել եք մեր պատկառմարմիններն, բոլորին էլ տեղյակ են։ Խնդիրները քիչ չեն նաև դպրոցում։ Տարբեր ժամանակաշրջանում կառուցված 2 մասնաշենքերից մեկում է հնարավոր դասապրոցեսները կազմակերպել։ Աշակերտների թվի խիստ մտահոգության կողքին երբեմն շենքային պայմանները երկրորդ պլան են մղվում։ Գտնվեց մի բարերար եւ կառուցեց առաջի շենքը 1933 թվականին։ Այդ շենքը հիմա գտնվում է վթարային վիճակում, դպրոցի կից շենքն է, այնտեղ պարապմունքներ չենք կատարում։ Կեսը համարվում է նոր շենքը, որը կառուցվել է 1964 թվականներին, վերանորոգվել է 2003 թվականին եւ ամեն տարի մենք մեր բաժնի կողմից ստանում ենք համապատասխան շինանյութեր եւ կատարում ենք ընթացիկ վերանորոգում։ Ներկայդրությամբ հարմարեցված է շենքը, աշակերտների քանակությունն է ցավոք կարող ենք ասել շատ քիչ են, ընդամենը 13 աշակերտ։ Իսկ դպրոցի նյութատեխնիկական բազան ինչպիսին է, կաբինետային համակարգ, լաբորատորիաներ ունեք։ Ոչ, լաբորատորիաներ չունենք, նյութատեխնիկական բազան ցավոք լավ չէ։ Ունենք համակարգչային դասարան, էլի ստացել ենք դպրոցը Հայ-Գազպրոմ Արմենիան ընկերության կողմից անցած տարի նվիրատվություն է կատարել համակարգիչ, բաժնի կողմից նույնպես ստացել ենք համակարգիչ, ունենք համակարգչային դասարան, սակայն լաբորատորիաներ չունենք, համապատասխան նյութեր չունենք, քիմիական փորձեր կամ ֆիզիկական այդ փորձերը մենք չենք կարողանում կատարել, միայն տեսականորեն ենք բացատրում աշակերտներին, օգտվում են համացանցից եւ ինչ որ հնարավոր է ցույց ենք տալիս համակարգչի միջոցով։ Իսկ մարզադահլիճի վիճակն ինչպիսին է։ Մենք դպրոց մտնելուց տեսանք, որ դրսում կա հարմարություն տաք եղանակներին ֆիզկուլտուրա առարկան պարապելու համար։ Այո, ունենք լավ մարզահրապարակ, սակայն մարզադահլիճ բացակայվում է։ Մարզադահլիճի փոխարեն նկուղում պատրաստել ենք համապատասխան մի կառույց ունենք, դասարան, մեծ դասարան հարմարեցված, ձմռանը երբ եղանակները անբարենպաստ են լինում կամ անձրև է լինում, պարապմունքները անց են կացնում այդ համապատասխան դասարանում, իսկ եղանակները երբ բավարար են մարզահրապարակում, ունենք համապատասխան բոլոր մարզային գույք եւ դրանով ապահովված ենք։ Համայնքի ղեկավարն արվածն ու չարվածն իմի է բերում, ընդգծում, գյուղացու թիվ 1 խնդիրը ջրի պակասն է։ Տարվա մեջ մի քանի ամիս են ջուր ունենում, իսկ ձմռան ամիսներին ձնաջրերն ու անձրևաջրերն են հավաքում։ Մայրովուց միջև համայնքը գյուղը
5 կիլոմետրանոց ավտոճանապարհը վերանորոգվել է համարյա լավ է, կարելի է ասած այս պահի դրությամբ շատ լավ է։ Համայնքին տրամադրել են մի ավտոմեքենա համայնքի կարիքների ոսունի աշխատանքների համար։ Մեքենան ինչ խնդիր կլուծի։ Հարցը շատ շրջենտրոնի հետ կապը չունենք։ Հետո որ մի աստված ոչ անի, մեկը մի հիվանդանում է, ինչ որ բանում պիտի հասցնենք հիվանդանոց մեքենա չկա։ Իսկ ցանկության դեպքում գյուղացիները կարող են գյուղմթերք նույն այս մեքենայով քաղաք հասցնել։ Տեսակի ինչ աշխատանքներ որ ուզում են, ցանկություն որ ինչ ասում է, այդ մեքենան տրամադրում ենք, այնա վարորդ ունենք, տրամադրում ենք համագյուղացիներին Ստեփանակերտ Բերք ընտանան։ Գյուղացիներն առաջնահին համարեցին գյուղում ջրի խնդիրը։ Ինչպիսին է վիճակը, ինչպես հասկացա տարվա ամիսների մեծ մասը գյուղի ջուր չի ունենում։ Գյուղի դժվարություններից մեկը հենց այդ ջրի հարցն է, որ նոյեմբերի 15-ից անջատում ենք ջուրը, որպեսզի ձմռանը չսարճի, խողովակները պայթում են, հետո դժվարությունների առաջ են կանգնում։ Մեկ էլ մայիսի 1-ին, 2-ին բանին միացնում ենք, որ ջուրը մի քանի ամիսի օգտագործում են ամառվա ամիսներին։ Ճիշտն ասած կառավարության կողմից ծրագիր եղել, որ ստարի պիտի գյուղում այս ջրի հարցը լուծեին, մշակույթի տան հարցն է լուծվել, մի տուն էլ պիտի կառուցել բազմաերեխատար ընտանիքի համար, այս ապրիլյան քարորիա պատերազմը ինչ-որ չափ խանգարեց։ Քանի որ ջրի խնդիր ունեն, հողագործությունը դահրավում զարգացած չէ։ Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, ոմանք էլ մեղվաբուծությամբ։ Կուզենայի մեզ գյուղի մասին պատմայիք։ Ինչով եք զբաղվում, ինչպես եք ապրում։ Անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, մի խոսքով գյուղատնտեսական գործերով։ Աշնանացանը ռալենք ճիշտ է, այս տարին ամբարին պաստալալ, ցորտ ձմեռը դաժանալալ, ամեն ինչին էլ ձմեռը վնասատամ ցորտը։ Այդ աշնանացանին հենց որ վարալ ենք ցորտը վրա է ասալ։ Ասում են, երբ տարին ձյունառատ է լինում, հացահատիկայի մշակաբույսերի համար բարենպաստ է լինում։ Այնա բաներ կա, եթե հացահատիկը թփկալա ցանում, ասում է ագրոնոմիական բեներնալի պսա եթե կամա ինչ տակրեն արմատնեն լավանում, այդ տարին լավանում, բայց որ չի հասցրել։ Ցրտերը շուտ է եկալի։ Աստորեն այս տարի էլ դա կխանգարի։ Երևի դա աստված լավ է ինչ անկա։ Ոչ շեմինկե բիոլայն քնալի թակ խաղացունի։ Մենակ խաղացուն։ Զբաղվում անասնապահությամբ նույնպես էլի մեր գյուղի դիրքը Հուսայնը բարբարավասա ռոզե։ Սա լավ է անասնապահության համար թե։ Էլի չէ։ Արոտավարը ջունու տարի 5 ամիս ձմեռանը։ Նոյեմբերի կեսերից ուժը այստեղ ձմեռը իրեն ազդեցությունը գործում է։ Ու ագար այդ զոոտեխնիկական հաշումները մի կուեն մեր տեղը հասնում է 2 մաշին խոտ։ Դա դժվարության հետ կապված է, եթե մեծ քանակությամբ սպահամ։ Դա ունի քիչ խոթարող տեխնիկա, ունի քիչ գերանդավ քարը։ Արամայես Դանելյանին գյուղում կատակով կուլակ են անվանում։ Ամենաշատ անասունն իրենն է, զբաղվում է գրեթե ամեն ինչով։ Եթե գյուղում մարդ չզբաղվի, ինչ որ մի գործով, եկեք ճիշտ է, հասկանանք մեկս մեկից։ Եթե գյուղը, ուրեմն գյուղում պիտի անպայման մարդ զբաղմունք ունենա։ Ես Արցախի վետերանների միության անդամ լինելով պատերազմի մեջ ունեցած ներդրումների շուրջ զերոյականից սկսել ենք այս գյուղում զբաղվել անասնապահությունով։ Հենց պատերազմից հետո գյուղում սկսեցիք։ Հետո աշխատել եմ անտարտնտեսությունում մի 8-10 տարի եւ այդ ժամանակվա ընթացքում զերոյից սկսել ենք մի հատ անասունից սարքել ենք 10 րոպեի վրան, ունենք մոտավորապես մեր ընտանիքում միասին ունենք մոտավորապես 50 խոշոր անասուն։ Իսկ միայն խոշոր եղջերավոր անասուններ եք պահում։ Ամեն ինչից էլ ունենք։ Եվ մեղվափեթակներ ունենք, եւ սորվա իրան խոզաբուծություն անք զբաղվում, եւ տան հետ միասին հողոք մշակում։ Այս տարի ճիշտն ասած ցորեն եմ ցանել
30 ցենտների վրա ցորեն եմ հնձել։ 7 հեկտարից 24 տոննա ցորեն եմ հնձել։ Փառք Աստծուն, այս տարի նորից ենք ցանել, ելի մեր ուժերով ոչ թե պետությունի հաշվին ենք հայել, այլ մեր այդ եկած եկամուտներից կարում ենք այդ նույն եկամուտում դրենք մի հատ ուրիշ գործի հետ համար։ Առաջի հերթին ցանկանում խաղաղություն։ Ամենամեծ ցանկությունս խաղաղություն։ Եթե խաղաղություն եղավ Ղարաբաղում եւ աշխարհում, որտեղ էլ ուզում, եթե խաղաղություն լիներ ապրելի համար, ես հեռանկարը շատ եմ լավ տեսնում։ Եթե խաղաղություն լինի, 1 տարում, 2 տարում լիբոյ մի հատ փոքր ոնց ասեմ, մենատնտես ասեմ, բիզնեսմեն ասեմ, հունց ոզումը կասեմ, եթե իրան աշխատասիրություն լինի, հնարավոր չի վեր ինքը մտածի, ինքը եթե մտածի, ասե հայես ինչպես անում, եւ համայնքի ղեկավարը, եւ շրջավարչակազմի ղեկավարը իրենց օժու ոնց որ պատմում ուզում են աջակցին։ Գյուղատնտեսական ծրագրերից օգտվում եք առաջարկվող։ Ես ճիշտն ասած սերմեր են տալիս, եգիպտացորենի կամ ցորենի, այդտեղ արդեն գնում է, որ մի տարուց հետո կարաս փակվես, ճիշտն ասած ես չէ, ես սաղս ինչ որ անում եմ, սիրում եմ ես ինձնով, իմ ոտքը, են որ ասում եմ մեր քյոյնա մարդիկ ստին ասալ, ավենը դյորղանը դու գյորալի շագելի, եթե կինաս մրցակցություն հիշվեր մինինն հետ, դու կարել սնան հետ մրցիս, դու ինքդ քզնետ պիտի կարես մրցիս։ Ճիշտն ասած համագյուղացիների խոսակցությունից հասկացա, որ մենակ անասնապահություն են ասում, բայց մեծ մի քանի հոգի կա, որ զբաղվում են հողագործությամբ, օրինակ անցյալ տարի 16 թվականին կատարվել է 40 հեկտարի վրա ցանքսակատարած ցորեն։ Միջին բերքատվությունը եղել է 18-ից 20 ցենտներ։ Այս տարի մի քիչ է 32 հեկտարի վրա կատարվել, որից 17 հեկտարը ցորեն է ցանել, իսկ մնացածը գառնացանի համար։ 2 հեկտարի վրա կատարվել է այգի են գցել, ճիշտ ասած հələ բերք չեն ստացալ, բայց երևի եկող տարվանից տարբեր տեսակի, ամեն տեսակի ծառեր են տնկել, տնկիներ են տնկել, որից երևի այս տարի արդեն բերք կստանան։ Խաղաղություն գյուղում բոլորն են ուզում, մեծ ու փոքր, ահել ու ջահել, ծույլ ու աշխատասեր, իսկ դժվարությունները հաղթահարելու համար են, այսպես մտածում ու ապրում են Դահրավում։ Ափսոս հնարավոր չէ տեսախցիկի միջոցով հոտը հաղորդել, փոխանցել, դեռևս գյուղամիջում էինք, երբ թարմ հացի հոտ զգացինք։ Հենց թոնրի ծուխի եւ թարմ հացի հոտի հետևից էլ եկանք հասանք գյուղի թոնրատուն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ ենք։ Երևի տարվա այս եղանակին գյուղում առավել լավ բանի հանդիպել չէինք կարող, քան տաք թոնիրն ու թոնրահացը։ Հա։ Այդպես է։ Համեցեք։ Ես անկեղծ ասած ուրախանում եմ, երբ մեր օրերում գյուղում գործող թոնիր եմ տեսնում։ Հին ավանդույթները մնում են իրենց տեղերը։ Հին թոնրով միշտ հաց ենք թխելու։ Ձեր գյուղում այս ավանդույթները պահպանվում են։ Այո։ Ես շատ հիշ վերտոն։ Ոմանք ինք են կալալ այն խանութի պեներից, թոնրից։ Իսկ մենք չեմ, մեր ավանդույթը շարունակում ենք։ Երիտասարդ ծերունն ասում է դժվար է թոնրում հաց թխել։ Դժվար ոչ մի բան չկա։ Ամեն ինչի իրան Առաջ չարչարում ենք, ոչ մի լավ բան չի լինում։ Այո։ Իմ համոզմունքն եմ հայտնում, որ թոնրի հացի այդ համի համար գոնե կարելի է մի քիչ աշխատել, չարչարվել ու ունենալ։ Լյուբոյ աշխատանք իրան չարչարմունք ունի։ Հիմա որ փուլում են ձեր աշխատանքները։ Պատասխանատու պահ է, չէ։ Հա։ Հիմա արդեն կարմրած հաց կտեսնենք։ Կուզենայինք, որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում եւ մենք էլ դժվարությամբ ամեն ինչ հաղթահարենք։ Կտակ մի հատ փորձեմ ես։ Բայց կվստահեք ձեր հացը ինձ։ Դե գցես թուրունը ինչ լավ կլինի, որ գցես թուրունը։ Հա։ Ինչու։ Կաչել, իշխկա։
բայց ափսոսելի ներքի տենում նա տարդխի, ոչինչ։ Այնտեղ փոսք, էս մասում կողքին։ Այստեղ ավելի լավ է, հա։ Ավելի լավ է։ Հա, դուք։ Իմ զենքը հանձնում եմ ձեզ, իմը վերցնում, ձերը վերցնում։ Վերցրու։ Դες քունա հիշտի թա։ Կհիշվի, միշտ էլ կհիշվի։ Ես ծրկ դեմ։ Տակը քեզ ասալ թողնա։ Խլատանա, վեճ թողնա։ Չգնաց, մնաց բայց։ Հա, Քաշ կողմից տված պիտի։ Հա, ներքևն ավելի տաք է, չէ։ Ավելի տակա ներքևոլի։ Ասում են հնում շատ տակրքիր ավանդույթներ կար թոնրի հետ կապված։ Հենց գյուղացիները սիրում էին թոնրատանը հավաքվել, թոնրատան առաջ հավաքվել։ նսիվներն ենք ախտան, պեներացին, հին ավանդույթներից, հին անցյալներից։ Հա, ասում են մի կտոր պանիր էին բերում, թթու էին բերում թոնրատուն։ Հիմա էլ կպիրիմ։ Ունեք։ Ահա, խիչուն ենք։ Ինչ է պետք գյուղին ձեր կարծիքով, որպեսզի գյուղը զարգանա, նախկինի դահրավը դա։ Դե մտա գործատեղինի ջահելիկա գյուղը ավատտերնա։ Որի գործ չկա։ Շատերն ասում են, որ ջրի խնդիրն է, որ խանգարում է։ Խնդիրն էլ ամենամեծը, հայ այս վաղտ ամենաբարդ խնդիրն է մզտե, որովհետև ջուրը կա ոչ։ Գյուղացու սովորությունն է թոնրից առանց հացի, առանց թարմ հացի չի կարելի դուրս եկալ։ Մեր բաժին հացն էլ սա է։ Ինչպես գյուղացին է ասում, շենին լեզեթ։ Առաջին անգամ եմ տեսնում, որ թոնրահացից հրաժարվեն, իսկ թե ինչու։ Դե լավ, ուրեմն ձեր հացը մեզ հետ կտանենք։ Հաջողություն ձեզ։ Ասում են դահրավցիները հացով ժողովուրդ են։ Գյուղացու ասած հաց հինչ հաց, անել թուրնավ հաց։